Ծիծաղելի է իրականում, երբ որոշ կոնտենտ ստեղծողներ ինչ-որ պահի փորձում են իրենց հետևորդներն ավելացնել եւ մտածում են, որ այն մարդիկ չեն հասկանալու։ Այստեղ խոսքը ավելի շատ վերաբերում է lifestyle կոնտենտ վարողներին, որովհետեւ շատ-շատերին թվում է, թե իրենց կյանքը կոպիտ ասած հետաքրքիր է լինելու բոլորին։ Ցավում եմ իրականում, բայց այդպես չի։ Եթե այսպես նայենք, հայտնի բլոգերները առաջ են գնացել ինչ-որ բան նկարելուց հետո։ Այն մեկը փորձարկման վիդեոներ նկարելուց հետո, մյուսը հումորային, այն մյուսը օրինակ իր ընտանիքի անդամներից ինչ-որ մեկին ա ներառել կամ ռոմանտիկ վիդեոներ են նկարել, այսինքն ոչ ոք lifestyle-ից գրեթե չի սկսում։ Արդեն պարզ է, չէ՞ դառնում, եթե միայն ունես lifestyle content ու սկսնակ բլոգեր ես, ինչքան էլ դիտումներդ շատ լավը լինեն, հետևորդներ արագ չեն ավելանալու, այստեղ մարդիկ նեղվում են, մեր կոնտենտ ստեղծողներ նեղվում են եւ ավելացնում իրենց հետևորդները։ Իմ խորհուրդը ձեզ, բացահայտեք ձեր նիշան, իմացեք ինչի մասին եք, ինչ կարող եք շատ լավ նկարել, որպեսզի մարդիկ էլ իմանան ձեզ ինչի համար են հետևելու եւ շարունակեն նայել։ Թե չէ ինչ հետևորդ լցնել, այ մարդ։ Իսկ հաջորդ թրիլերում կպատմեմ ինչպես հասկանալ հետևորդները լցրած են թե ոչ։ Այսքանը սիրելիներ, շնորհակալ եմ որ նայեցիք, իսկ ինձ կարող եք հետևել մոնտաժի ու SMM-ի համար։ Մի քիչ էլ lifestyle-ի։